Բարև բոլորին, մեզ մոտ շաբաթ օր է և մենք մեր ընտանիքով որոշեցինք գնալ Westlake Village-ում հանգստանալու։ Հիմա մի փոքր պատմեմ ձեզ նրա մասին։ Այդ քաղաքը հիմնադրվել է 1951 թվականին։ Այն հայտնի է իր արձաններով, գեղեցիկ բնությունով։ Այն առանձնանում է իր Westlake լճով և համարվում է Լոս Անջելեսի տարածքի ամենահարուստ համայնքներից մեկը։ Այստեղ մենք մոտենում ենք առաջին շատրվանին։ Ինչպես ասացի, տեսնում եք, որ այստեղի բնությունը շատ լավն է։ Եվ մի քանի կադր հետո մենք կտեսնենք Westlake լիճը նույնպես։ Այստեղ տեսնում եք առաջին շատրվանը։ Այստեղ կան տարբեր կաֆեներ, սրճելու տեղեր, ճաշելու տեղեր և նման վայրեր։ Խանութներ նույնպես։ Այստեղ կա նաև քաղցրավենիքների խանութներ, որոնցից մեկը մենք կմտնենք քիչ անց։ Այստեղ մենք նստեցինք և հանգստացանք մի փոքր։ Այստեղ տեսնում եք այդ կոնֆետի խանութը, այն հայտնի է, քանի որ համարյա բոլոր տեղերում Լոս Անջելեսում կա։ Այստեղ կտեսնեք տարբեր կոնֆետներ և քանի որ Վալենտինի տոնը մոտենում է, այստեղ կային տարբեր կոնֆետներ, որոնք համարյա բոլորը սրտիկի տեսք ունեին կարմիր, վարդագույն, այդպիսի գույների մեջ։ Այստեղ այսպիսի ամաններ կային, որոնց մեջ պետք է լցնեիր կոնֆետներ։ Այստեղ իրենք նույնպես տալիս էին կոնֆետներ, որպեսզի փորձենք և այլն։ Այստեղ մենք մոտենում ենք երկրորդ շատրվանին։ Այս շատրվանի վրա փոքրիկ երեխա է կախված, այստեղ կտեսնեք ձեռնոց և այդ երեխան գիրք է կարդում։ Այդ շատրվանի մոտ էլի կային տարբեր հաց ուտելու տեղեր, կաֆեներ և այլն։ Այնտեղ կային նստարաններ, ես և եղբայրս շատ հավանեցինք այդ շատրվանը և նստեցինք, խաղացինք և այլն։ Այստեղ մենք զվարճանում էինք և անում էինք տարբեր խենթ բաներ։ Ինչպես տեսնում եք, մենք արդեն մոտենում ենք Westlake լճի մոտ, մենք կարողացանք տեսնել մի փոքր մասը և չկարողացանք օգտվել այդ փոքրիկ նավակներից, քանի որ ամեն մի նավակը ուներ իր սեփականատիրոջը և ոչ բոլորը կարող են գնալ և օգտվել դրանից։ Բայց այնտեղ շատ գեղեցիկ էր, բայց ցավոք մենք չկարողացանք օգտվել նրանից, թե չէ կարծում եմ շատ լավ ժամանակ կարող էինք անցկացնել։ Մենք այդքան քայլեցինք և հոգնել էինք արդեն, դրա համար մենք եկանք ճաշելու, ես ուտելու եմ այսպիսի ֆրի և նագետներ։ Իմ եղբայրը էլի ուտելու է ֆրի և նագետներ, իմ հայրիկը ուտելու է այսպիսի ինքը շրիմպ է, այստեղ միս կա, սոուսներ, սալատ, այդպես։ Իմ մայրը ուտելու է ինչ-որ այսպիսի միս, տոլմա, աղցաններ և վերջ։ Երբ որ ուտենք վերջացնենք, մենք արդեն կգնանք տուն, բայց այս մի քանի ժամերն էլ շատ լավ անցավ այստեղ։